Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Ազգային կամք ու պայքար Արմենակ Աբրահամյան, Western Armenia շաբաթ հաթերթին 101-րդ համարն այդուս եկալ։ Ինքնության վերափոխման քաղաքականությունը Տաթևիկ Հայրապետյան, Հալեպահայերին կոչընկանում մնալ տանը, Աղզունիկի կոտորածը Դերսիմա մոռացված էջ, Արցախը միջազգային իրավունքի դաշտում, Բաբեկի կերպարի խորհրդային շահարկումը Սիմոն Աբգարյանը Շարլ դե Գոլի դերում։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանն իրան խոսքումը կարևորալ է ազգային միասնության ու արժեքների վերագնահատման անհրաժեշտությունը, ընդգծելով տնտեսական, ընտանեկան ու բարեկամական կապերը պիտի դիտարկվի նաև քաղաքական, բայց ոչ միայն քաղաքական տեսանկյունից։ Իրան համոզում է ազգային գործի արդյունավետությունը պայմանավորված է կամավորական ոգով ու պատասխանատվությունով։ Անդրադառնալով իրան գործունեության Արմենակ Աբրահամյանը նշելով էր իրան առաքելությունը սերտորեն կապված ալել ազատագրական բանակի ձևավորման հետ։ Չլինելով որևէ կուսակցության ներկայացուցիչ, ինքը ընդգծալով իրան մասնակցությունը ու ներդրումը իլել բացառապես կամավորական հիմունքներով ուղղված Արցախաժողովրդին ու հայրենի վղի պաշտպանությանը։ Արմենակ Աբրահամյանի խոսքում առանձնահատուկ տեղահատկացվել Շուշիին որպես ռազմավարական ու հոգևոր կենտրոն։ Ըստ իրան, Շուշվա քաղաքում իրան շրջակա բնաշխարհը կարևոր դեր ունեցավ պաշտպանական ու կազմակերպչական գործերի իրականացման գործում։ Արմենակ Աբրահամյանն նաև հիշեցրավ 2004 թվականին իրան ընկերների Արցախյան ազատամարտիկների հետ հիմնադրվել Արևմտյան Հայաստանը ազգային խորհուրդը վերահրճակալը Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իրան ասելով այս պաշտոնական հայտարարությունը էական նշանակություն ունի ազգային պայքարի շարունակականության ու պատմական իրավունքների պաշտպանության ճանապարհին։ Western Armenia շաբաթ հաթերթի հերթական 101-րդ համարն այդուս եկալ։ Շապիկին նկարված է հայկական հավերժության նշանը վերախորհրդանշում է ազգի շարունակականությունը, անխախտ հիշողությունը։ Շաբաթ հաթերթին այս համարում ընթերցողներին կարին ծանոթանալ մի քանի հետաքրքիր ու արդիական թեմաների, մասնավորապես նախնիած կանչող խորագրավ հրապարակմանը Սասունի Քաջերի Մշեցի Հաջի Ղազարի վկայությունով, ինչպես նաև հոդվածին վերը նվիրված ցեղասպանության ցանցի ղեկավարի ելույթին դատարկ աթոռների արչև ու Էրդողանամակում Նեթանյահուի ելույթի վերաբերյալ հայտարարությանը։ Western Armenia շաբաթ հաթերթի թեզի համարը եւս մեհետ կարևոր հարթակապատմական հիշողության, ազգային ինքնության ու քաղաքական իրադարձությունների խորքային վերլուծության հետի։ Շաբաթ հաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ու թուրքերեն տարբերակներով Western Armenia TV-ի սայթում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամյան իրան ալիքմը կիրմա։ Ադրբեջանը հնչող խաղաղասիրական կոչերը շարունակվում են։ Հայատյաց կոչերով հայտնի ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան երկու օր առաջ իրան տված հարցազրույցը ասալա. յուրաքանչյուրը պիտի իրան ոլորտումը համապատասխան քայլեր ձեռնարկե, որպեսզի մունք որպես հաղթող պետություն կարինք հաղթանակի արդյունքներն հսցնենք վերջնական մակարդակի։ Մունք պիտի լուծենք մզանակախված խնդիրներն ու մենք նաև պիտի հայկական հասարակությանը վարժեցնենք այս իրողությանը։ Սա 200 տարի շարունակ սխալ տեղեկատվությունով ձևավորված հիվանդ հասարակություն Մենք մունք տա պիտի փոխենք քայլ առ քայլ։ Հենց երեգի հաղորդման շրջանակներում ես բացատրալում վեր մեր հակառակորդը խնդիրատիրալ փոխե ինքնության գիտակցման մասի մեր ընկալումները, դա ըրվամա գերազանցապես Արևելյան Հայաստանը ներկայիս կառավարության միջոցով։ Սիրիահայերի Գանձասար պարբերական ու կոչարալ Հալեպահայերի մնալ տանը բախումների վախտը։ Պատար առաջ Հալեպան նահանգապետ Ազամ Ալ-Ղարիբը հետևի հայտարարություն է արել։ Վերջին շրջանում Աշրաֆիե ու Շեյխ Մաքսուդ թաղամասերում քասատ ուժերի կողմից արձանագրված կրկնվող խախտումներ անհետը վերածდა անվտանգության անվտանգության երաթ, ծոր զարմանքով արձանագրալն համատեղ անցակետերը քասատի պահակների անսպասելի դուրսբերումը առանց նախնական համաձայնեցման, դրան հաջորդալ այդ ուժերի կողմից բնակչության ներքին անվտանգության ուժերի Սիրիայի բանակի ու քաղաքացիական պաշտպանության անձնակազմի ուղղակի թիրախավորումը, ուստի խորհուրդ ենք տամ մեր սիրելի ժողովրդին, հատկապես բախումների հարևանությամբ գտնվողներին խուսափել մարտական գործողությունների գոտիների մտնալն որևէ վտանգ կանխելի հետի։ Մինչ մեր հաջորդ հայտարարությունը խնդրում ենք խուսափի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները։ Դերսիմա Հոզատ Գավառին ենթակա Աղզունիկ շենումը տեղի ունեցած իրադարձություններն պետության կողմից իրականացված բռնությունների կուճիր բայց խոսուն օրինակն են։ 1938 թվականի օգոստոսի 17-ին իրականացված ռազմական գործողության վախտը Աղզունիկում սպանվել է շուրջ 170 մարդ, որոնցից 12-ը նույն ընտանիքներ էին ելալ, այդ թվում 7-ը խոխեկ։ Զոհերի մարմինների հետ միասին արվել է նաև սաղ շենը։ Այս ողբերգական իրադարձություններից տարիներ անց 1949-ից 1950-ական թվականներին Աղզունիկցի Հայդար Քանգը 4 դիմում ներկայացրել Թուրքիայի մոտ ազգային ժողովի նախագահության ու արդարադատության նախարարությանը պահանջելով պատասխանատվության ենթարկել կատարված հանցագործությունների մեղավորներին։ Դիմումներում հստակ նկարագրված են կոտորածը, խաղաբնակչության սպանությունը ու շենի ոչնչացումը։ Խորհրդանշական է այն փաստը, որ վարչապետարանի կողմից այս դիմումներին պատասխանելիս իշխանությունն են կրեց հալչընտրանք որակին որպես սուտ։ Այս լռությունը եւս մեհետ հաստատում է Դերսիմում իրականացված բռնությունների իրական բնույթը։ Աղզունիկահայերի ճակատագիրը Դերսիմա պատմության մոռացված, սակայն կարևոր հատվածներից է։ Հիշեցնում է պետական բռնությունը ուղղված ալալ ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլև ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի դեմ։
Միջազգային իրավունքը նշանցատան վերօկուպացիան երբեք ստեղծում չի օրինական անկախություն, խոսքը միշտ քինամա բռնազավթված տարածքների ազատագրման ու իրավահաջորդության վերականգնման մասին։ Այս համատեքստում Արցախը հարցը անկախության խնդիր չի, այլ բնիկ հայկական տարածքի ազատագրման ու վերամիավորման իրավական պահանջ։ Արցախը ապագան կարի կառուցվել է մենակ միջազգային ու պատմական իրավունքի իրան հիմնված հետևողական քաղաքական պայքարով։ 1940-ական թվականներից սկսած կատարելով քաղաքական պատվեր խորհրդային Բաքվի պատվաբանները փորձել են վերաիմաստավորի 9-րդ դարի հակա-արաբական խորամյան շարժման պատմությունը դրա առաջնորդ Բաբեկին ներկայացնելա որպես ազգային ազատագրական պայքարի ղեկավար։ Այս մոտեցումը ձևավորալա ոչ թե գիտական ուսումնասիրությունների, այլ գաղափարական անհրաժեշտության թելադրանքով։ Պատմական աղբյուրներն վկայում են, Բաբեկի ղեկավարած շարժումը ունեցավ սոցիալ-կրոնական ու հակախալիֆայական բնույթ ու կրեցալ չի նույնացվել ժամանակակից ազգային գաղափարախոսությունների հետ, բայց խորհրդային գաղափարական միջավայրում յուրան կերպարը օգտագործվала նորաստեղծ ազգային նարատիվների ձևավորման նպատակով։ Շարլ դե Գոլին նվիրված երկմասանոց դոգեի կինոն 2026-ին ցուցադրվելու է Ֆրանսիա։ Պասեի ամենահավակնոտ նախագիծը դե Գոլի դերը կատարելու է ֆրանսիահայ դերասան Սիմոն Աբգարյանը, ռեժիսորը Անտոնեն Բոդրինը։ Կինոն պատմական սագա է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին դե Գոլի Չերչիլի հետ յուրան հարաբերությունների ու Ֆրանսիայի դիմադրության տեսանկյունան։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքան ենք պատրաստել, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։